Ողջույն ձեզ հայեր ջան, այսօր ես այս տեսելովակի ընթացքում կպատմեմ հայոց Սյունյաց աշխարհի Սյունիքի ժայռապատկերների մասին, առյուծ պատկերի մասին, որը այցից հետո ամենաշատ հանդիպող պատկերներից մեկն է եւ ցանկանայի ասել բաժանորդագրվեք իմ այս YouTube-յան ալիքին եւ ավելի հետաքրքիր նյութեր կլսեք եւ ավելի հետաքրքիր պատմություններ կլսեք հայ ազգի մասին։ Սյունիքի ժայռապատկերներից, ինչպես նշեցի, այցից հետո ամենաշատ հանդիպող պատկերներից է առյուծը, որը հին դիցարանում նաեւ նշանակել է արև։ Արև առյուծ եւս այս անունները համանունության վրա են իրար հետ կապված եւ այդ համանունությունը առկա է միայն հայերենում, աշխարհի որևէ այլ լեզվում դուք չեք հանդիպի այդ համանունությունը, նաեւ որպես գաղափարագիր չի տալիս առյուծի պատկերով գաղափարագիր եւ հնչեցնել արև բառը դա միայն հայերենում է հնարավոր։ Հայերենում առյուծ բառի հին գրելաձևը առևց, որը իր արև եւ ծ ածականն է ներդրում։ Հետևաբար պիտի կարծել, որ գրաբարյան առևց ձևի ծն ամենայն հավանականությամբ աճել է հետագայում, փաստենք նաեւ, որ այս վերականգնման արդյունքում շումերեն փրինգ, առևց եւ ուտու, արեգ, արև բառերը դառնում են համանուն եւ հայերենի հետ համահունչ։ Սա վկայում է, որ հայերենը եւ շումերենը, եթե ոչ նույնական, ապա շատ մոտ ազգականություն ունեցող լեզուներն են։ Շումերական պատկերագրության մեջ արև, արևի աստված եւ օր նշանակող պատկերներն ունեն առյուծի իմաստ։ Շումերագետները արևի իմաստի համար վերականգնել են ուտու, օր իմաստի համար ուդ եւ առյուծ իմաստի համար փրինգ ընթերցաձևերը, այսինքն ըստ շումերագրության առկա վերծանումների շումերներում արևը եւ առևց բառերը համանուններ չեն։ Սա կարելի է ստուգել շումերաաքադական բառաների օգնությամբ։ Արդյունքում փրինգ, առյուծ, սեպանշանի եւ հետեւաբար նաեւ փրինգ առյուծ բառի համար ունենք արեգ, արիգ, արեկ ընթերցաձևերը, որոնք կարող են հնչեցնել եւ արեգ եւ արև, քանի որ g, v հնչյունափոխությունները գոյություն ունի ինչպես հայերենում արեգ, արև, կով, կոգ, առու, ոռոգ եւ այլ բառերի միջոցով, այնպես էլ շումերեներում։ Այս վերականգնումը թույլ է տալիս ենթադրություններ անել, որ շումերական շրջանում առևց բառը գրվել է արև կամ արեգ ճիշտ այնպես, ինչպես արեգ, արև բառերը։ Եզրակացությունների շրջանակների մեջեր է մտնում նաեւ եգիպտերենը։ Եգիպտերենում արևի աստված անունը գրվում է արև գաղափարագրով, որի հնչյունական արժեքը արտահայտելու համար, որպես այդ գաղափարագրի հնչյունական լրացում դրվում է առյուծ եւ արմունկ հիերոգլիֆը։ Ուղղահայաց գծիկները նշանակում են, որ արևի հիերոգլիֆը գաղափարագիր է։ Առյուծ հիերոգլիֆի ռ ընթերցունության ձևավորումը օրինաչափորեն տալիս է ռվ եւ արև, արեգ, արդյունքում ստանում ենք, որ արև եւ արևց բառերը ճշգրտորեն գրվում են նույն ձևով եւ համանուն են աշխարհի 3 լեզուներով, որոնցից երկուսը մեռած լեզուներն են շումերենը եւ եգիպտերենը, իսկ մեկը կենդանի հայերենը։
Սրանից ծագումնաբանական հարաբերության որոշելու համար պետք է դիմենք Սյունիքի ժայռապատկերների օգնությանը։ Սյունիքի ժայռապատկերներում արևի ասված գաղափարագիրը գործնականում գաղափարագրվել է նույն ձևով, ինչ Եգիպտոսում։ Արևի գաղափարագիրը պատկերված է նաև այծի վրա։ Հայերենում դիք այծ բառը համանուն է դիք աստված բառին, հետևաբար այծի պատկերով կարող ենք նաև հնչեցնել դիք աստված բառը։ Արդյունքում ամբողջ պատկերներին վերագրվել է արևի աստված ընթերցելաձևը։ Պատկերների մի այլ խմբերում աստված և արև գաղափարագիրն արդեն կցված է առյուծի պատկերը, որի միջոցով էլ արևի աստված անունը հնչեցվել է արև կամ արեգ։ Ժայռապատկերների արևի նշանը պատկերվում է 3 ձևով՝ դատարկ շրջան, ներսում կետ ունեցող շրջան և ամբողջովին սև շրջան, որոնք ամենայն հավանականությամբ նշանակում են արևի 3 հիմնական դիրքերը՝ ծագող արև, կեսօրին արև և մայրամուտի արև։ Առյուծի պատկերները հաճախ հանդես են գալիս այս 3 նշաններից մեկնումեկի հետ։ Առյուծի պատկերը ցուցադրում է ևս մի առանձնահատկություն՝ առյուծը հաճախ պատկերվում է 2, երբեմն 3 ընդգծված սապատներով։ Կարծում ենք այս պատկերները խորհրդանշում են արևածագի և արևմուտքի լեռները, ըստ հին դիցարանի պատկերացումների բնակելի աշխարհը տիեզերական օվկիանոսում սահմանազատող լեռներից իրենց նշանակությամբ և չափերով առանձնանում են երկուսը՝ արևածագի և արևմուտքի լեռնագագաթները։ Եգիպտական դիցաբանության մեջ լեռները համապատասխանաբար անվանվել են Բաղու, Մանու։ Առաջին արևածագի լեռան անվան դիմաց դնում ենք հայերեն պաղ, փայլուն, ցոլք բառը, որի իմաստը լավագույն համապատասխանում է արևածագի լեռան և լեռնանունը կհնչի Բաղու, Պաղու և Փայլի ցոլքի լեռ։ Պաղ, Բաղ արմատով բազմաթիվ տեղանուններ կան պատմական Հայաստանի բոլոր անկյուններում, որոնք իրենց նախնական նշանակությունը կարող են կապված լինել տեղական արևածագի լեռան անվան հետ։ Պաղ արմատով տեղանունները հատկապես տարածված են Սյունիքում։ Մայրամուտի Մանու լեռան անվան հիմքում հայերենում ման պտույտ շրջան արմատն է, որի մանել բայական ձևը նաև նշանակում է արևի հեռանալ, մայր մտնել։ Փաստերի այս շարքը, որն իրականում ավելի երկար է, վկայում է, որ եգիպտական, ինչպես նաև շումերական քաղաքակրթությունները հիմնել են հայերեն լեզվամատուցողականության կրող մարդիկ, ովքեր Նեղոսի հովիտ են եկել Հայաստանից։ Այսքանը, շնորհակալություն դիտելու համար, բաժանորդագրվեք, լայքեք և մեկնաբանությունները թողեք իմ այս տեսոլավակի մեջ, շատ հետաքրքիր կլինի ձեր կարծիքը և նորից շնորհակալություն դիտելու համար։ Մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։